Վանաձորցիները չեն կարողացել իրացնել սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը, ունենալ իրենց նախընտրած կուսակցության ներկայացուցչին որպես համայնքի ղեկավար, որովհետև Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստանի ուղղակի աջակցությամբ կասեցվել է համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավականու նիստը։ ԿՊ-ն ԱԺ իր մեծամասնությամբ վարչապետին տվել է սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն եւ նա էլ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակել մեկին, ով համայնքի բնակիչների կողմից շատ քիչ ձայն էր ստացել եւ այդպես արդեն մի քանի տարի։ Իսկ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավականու նիստի կայացման արգելանքը հանելու հարցով դատական նիստը, որ նշանակված էր ապրիլի 9-ին, նորից հետաձգվեց դատավորի զբաղվածության պատճառով։ Գյումրեցիների եւ Փարաքարի բնակիչների մերժումը ԿՊ-ին ապացուցել հետևյալը. Հանրությունը երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից։ Հանրությունը մերժում է որպես ժողովրդի կամք ներկայացվող Եվրոպական միությանը միանալու գործընթացի անհրաժեշտությունը, Եվրաքվեի հավաքած ձայները վկա։ Նիկոլիզմի կողմից անընդհատ օգտագործվող նախկինների վերադարձով վախեցնելու թեզը այլևս չի աշխատում։ ԿՊ-ին աջակցող ոչ մի այլ ուժ չարժանացավ ընտրողների գոնե մեկ մանդատի։ Հանրությունը մերժում է թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն օր մի նոր զիջում անող, օրեցօր աճող նրանց ախորժակը բավարարող նիկոլիզմը։